աղքատությունն ու ասա դավաճանությունը Փաշինյանի գլխում է։ Ախ ենք անում, թե երբ որորը լսենք, որ մի բան էլ է դրան սատկել է։ Դպրոցները փակում են դրա համար, հայկական պատմությունը հանում են դրա համար, հայկական ցեղասպանությունը ուզում է ոչնչացնել իր կարծիքով, մենք սխալ ենք անում, մենք շատ ճիշտ ենք հասկանում։ Եկել է դարերից, մեր ծնողներից իմն էլ մշեցիներ են եղել, իրենք էլ են փախել, կեսնել ոչ։ Դրա համար աղքատությունը իրանից է գալիս։ Ինքը լավ ղեկավար որ լինի, աղքատ չի լինի։ Աղքատությունը ոչ թե ժողովրդի գլխում, աղքատությունը իր գլխում է։ Աղքատությունը ինքն է, որ եկավ այս չարիքը սարքեց մեր գլխին, կորցրինք Արցախը, հիմա էլ կորցնում ենք Հայաստանը։ Իրանից վատ ուղեղով մարդ, ես Հայաստանում չեմ տենում, այսքան բան ջիգար։ Իր կարծիքը վատ է մարդկանց հանդեպ, որտեղ մարդկանց կարծիքն էլ իր հանդեպ է վատ, պետք է ասի։ Նախ ինքը պիտի կրթված լինի, ինքը պիտի կրթություն ստանար, ոչ թե դիպլոմ բերեին, հրամցնեին, կամ ինչ անեին, չգիտեմ, մյուս եւ այլն։ Այդ ամբողջ աշխարհի առաջ ինքը խոսում է եւ աշխարհի առաջ միայն ինքը չի խայտարակվում, պախարակվում։ Խայտարակվում ենք մենք բոլորս։ Այսօր խայտարակված ենք։ Անգրագետ Սուտասան, իրան ոնց կարելի է մեկնաբանել, Անգրագետ Սուտասան եկած օրվանից ցնդաբանությունները դու Քաժնազարը ինչ էր անում, երբ որ դարձավ սրա բախտը, տոշնի վախկոտի բախտն այդ տիպական Քաժնազարի օրինակ, վախկոտի բախտը, որ հանգամանքների բերումով այդ ապուշ վախկոտը դարձավ տիրակալ։ Հետո որ իրան ասում էին հրամաններ պիտի տաս, դու արդեն տիրակալ ես, ասում էր արևը թող առավոտ դուրս գա, իրիգունը մայր մտնի, մեզ ապուշինն է։ Աղքատությունը ձեր գլխի մեջ է, մալինա հավաքողը պիտի անգլերեն իմանա, ես չգիտեմ, կրթվելը նորաձև է, մարդու կնի կանասուններ, ապուշներ։ Կրթվելը նորաձև չի, կրթվելը դասական է, աշխարհի պատմությունը կրթական համակարգերի, հաստատությունների հազարամյա պատմություն ունի, դասական պատմություն ու շարունակություն։ Այսօր դուք եկերեք անգրագետ մարդու կնի քուչից եկերեք, կրթությունը նորաձև է։ Նա շատ սխալներ է թույլ տալիս, թույլատալիս եւ թույլել կտա, վերջ, ուրիշ բան չեմ ասում։ Եթե Իրանը տենց է թվում, որ աղքատությունը մեր գլխում է այնքան բան կա հիմա մտածելու, որ դժվար թե այդ մասին մենք մտածենք։ Հիմա ամեն մարդ իր այնքան պրոբլեմ ունի, որ չգիտեմ, ամեն մի մարդ ուզում է այն թեկուզ մի հատ հացել, որ գտնում է աղքատ ժողովրդի հետ կիսվի։ Հաստատ մենք չենք թողա, որ ինչ-որ մեկը աղքատ ապրի, բայց եթե մեր գլխում հաստատ այնքան բան կա, որ իր գլխում այդքան չկա։ Եվ իթե շատ բարձրից է նայում մեր ժողովրդին։ Թող ինքը էլի մտնի ժողովրդի մեջ է։ Տենա ժողովուրդը ոնց են ապրում։ Էսա վիճակներս։ Ազատամարտիկ եմ, 5 կռվող եմ, բոլոր պատերազմներին մասնակցել եմ, այսօրվա դրությամբ կանանչի թեթև ծախում եմ, որ կարողանամ ապրեմ։ Ես կասեի, արի դու իմ տեղը կայնի, ես այդամ քո տեղը։ Ալտենամ ինքը ինչ կպատասխաներ։ Կասեի, արի դու ստեղ, ես գնամ այնտեղ։ Տենամ հանգիստ է այդ կանանչին, որ մշակում ենք, չարչարանքով մշակում ենք, թանկ ու կրակ բենզինը դիզվառելիքը առնում ենք, ցանկը թանկ ու կրակ, սերմերը թանկ, մենք էլ բերում ենք էժան ծախում ենք ժողովրդի վրա։ Ինքը կարար է տենց ապրել։ Օրինակ մեկը ես չեմ կարող ապրեմ այդպես։ Ստիված պետք է արտագաղթեմ, թողեմ գնամ ուրիշ երկիր։ Ես չեմ ավարտել, բայց աշխատում եմ, 4 երեխա ունեմ, շատ էլ լավ պահում եմ։ Ղեկավարները պետք է իրաց տեղում լինեն, ամեն մեկ իր գործը որ լավ աշխատի, անի։ Մեր երկիրն էլ տես չի լինի, տղա ջան։ Աղքատությունը հենց առաջին իր գլխում է։ Էլի որ, բա ոնց։ Այո, նես չի, որ ես լսում եմ իրաներ եկել եմ լսել։ Իրա խոսքերից բան չեմ հասկանում, ճիշտ ասեմ։ Ոչ մի բան ես չեմ կարող։ Կողմնորոշեմ ինքը ինչ ասում։ Մեկ էս գլխից մենք մի բառը 5 անգամ կրկնում։ Կրկնում է, չես հասկանում իրան։ Իրոք չես հասկանում։ Մենք ինչ էինք իրանից սպասում, բայց ինչ տեսանք։ Իրոք 18 թվին մենք իր համար պայքարենք, ինչ ձևի պայքարեցինք,
Հասնան մարդիկ Երևան ճանապարհներ Դեպի ավելի վատն ենք ապրում։ Հա, Նախ այդ իր ասած կրթվելը թող ինքը մանկուց կրթվեր, ունենար են հասանելի ուղեղի ունակությունը, որ այսօր թրքահպատակություն չմցներ ժողովրդի մեջ, իսկ այդ կրթությունը ասված է, որ ինքը իր դեբիլ տեսակով, իր անուղեղ տեսակով ժողովրդին պիտակավորում է, այսօր 30 տարվա մանկավարժին, 20 տարվա մանկավարժին ստիպում է, որ մանկավարժը ատեստավորվի, ինքը իր անուղեղ կարճ խելքով բոլորին պիտակավորում է։ Եթե ինքը ծնկի եկած, մենք չենք պատրաստում։ Ծնկի գանք ինքը ամեն կերպ փորձում է տարբեր բնագավառներով, վիրավորական խոսքերով հասցնի ժողովրդին, բայց հասկացողը շատ լավ հասկանում է, եւս մեկ անգամ ասում եմ, ինքը իր անուղեղ հալով թող ոչ մեկին չպիտակավորվի ոչ մի բան։ Իրանից է կախված այս Հայաստանի վիճակը։ Հա, աղքատությունը սա Իրանից է կախված, ինչ անեմ։ Մի հատ թոշակ բարձրացնում եմ, մի հատ աշխատավարձ բարձրացնում եմ։ Ես թոշակառու եմ, բայց ես թոշակա տալիս ինքը։ Ուղղակի այն ժամանակ ես Իրան շատ էի հարգում, հիմա չէ, որտեղ մեր վիճակը ինչ է։ Եկուս Թուրքիա, եկուս պատերազմ կլինի Հայաստանում, մեր ջահելները մեղջեն, այդքան զինվոր զոհվեց, 5000 հոգի հեշտ է։ Գիտեք ինչ կա, լինում են վատ, ասենք թե կիսագրագետ մարդիկ, որ գալիս են իշխանության գլուխ, բայց իրանք թշնամի չեն այս ժողովրդին։ Թշնամանում են անկախ իրանցից, երբ որ սխալ գործողություններ են կատարում, մի քիչ էլ անձնական հարցերով են զբաղված։ Սա եկել է հատուկ նպատակով դրսից կործանելու այս ազգը։ Արդեն պետքա չվախենալ։ Այն ժամանակ, երբ որ իր կողմնակիցները թեկուզ մեր հասարակ ժողովուրդը վստահելով իրան փողոցներն էր փակում, այն ժամանակվանից ես խնդրում էի մի արեք, ձեր գլխին փորձանք եք բերում։ Ու հիմա ինչ պետք է անի նա։ Այս ձևի միամիտ աղքատ լեզվով նա ուզում է մեզ նորից խաբի։ Ես չեմ կարեմ, ոնց մտածում եմ հայը տես բան չի կարանի, որ ինքն անեմ։ Երևի թուրքը այդքան չկարենար անել իր համար, ինչ ինքն անեմ։ Ինչ ասեմ։ Հետո ոչ թե մենակ ինքը չեք քատվեմ մոտից կլու։ Եթե քատվի ապսյո։ Քանդել պետությունը։ Ինչ ասեմ։ Դե ինքը աղքատությունից դուրս եկավ, չէ՞։ Դրանից է։ Հիմա աղքատների մասին, ծերերի մասին խոմ չի մտածի։ Իրա պապարոյի մասին կմտածի, չէ։ Իրա պապան ճիշտ ասեց ինքը պատրաստ չի ղեկավար լինելու։ Ուրեմն իրանք մի բան գիտեին։ Մենք սխալ ընտրություն արեցինք։ Ընտրել ենք, որ ինքը ամեն ինչ անի, բայց որ ոչ ման չի անը, բոլորը դժգոհ են։ Բոլորը աղքատ են ասում։ Մի հիմարին էլ թույլ են տալի հեռուստացույցով նստացի, դպրոցը փակենք, դպրոց պետք չի, բում փակենք, բում պետք չի, բա ի՞նչն է պետք է։ Ուզում է անգրագետ ժողովուրդ հանձնի, հա։ Ոչ մի լավ բան չկա, ոչ մի լավ բան, այս 7 տարվա մեջ կտերով կերանք, էտա։ Յան մի հատ լավ խորհուրդ կտայիք, ասեի, ինչպես միշտ ասում եմ, ասեմ, վեր ու վշարդ հավակա գնա քո Բաքուն, քո Թուրքիան, քո ծնունդն դե է, դու հայ չես, որ հայ լիներ, սենց բաներ չէիր անես ազգի հանդեպ։ Այդքան բանին խորհուրդ կտայի։ Փաշինյանին կասի, որ ինքը մեր հայ ազգի համար ինքը լավ ղեկավար չի ելել։ Վերջի խոսքը, ինքը որպես լավ ղեկավար չի ելել։ Մենք լավ բան չենք տեսել, ես թոշակառուկին եմ, ես լավ բան չեմ տեսել։ Որքան էլ ուզում ես, փորձես, միևնույնն է, հային իր արմատներից կտրել դու չես կարող։ Մենք ամուր ենք կանգնած մեր ոտքերի վրա, հային կարող ես փորձել, սպանել, սակայն երբեք ու երբեք հայը, այն հայը, մենք այն հայն ենք, որ մեր պապերը, մեր տատերը ապարաժների կողերին թխել են հացը, արյուն արցունքով են նրանք այդ խմորը հունցել և վերջին հաշվով պայքարել, ոչ թե այսօրվա համար, պայքարել են իրոք ապագայի համար, որ մենք ապագա ունենանք, հայը ապագա ունենա, սակայն դու խաբեցիր, ասիր ապագա կա,
Այսօր մենք համոզվում ենք, համոզվեցինք, որ ապագա չկա իսկապես։ Եթե դու մնաս իշխանության, օր առաջ քո հեռացումը, ամբողջ ԿՊ-ի քո ոհմակի հեռացումը կփրկի ազգությունը։ Կփրկվենք մենք բոլորս։ Ինչի համար սենց արեց։ Մի հատ հարց ուղակի, ինչի համար։ Որ այսքան չգիտեմ, ամեն մի Պակալենյայի երեխեքը 2000, 2001, 2002 չկան։ Եթե իրան դզում է էտի, ես ուղղակի մի հատ հարց կտայի, որ ինչի արեց այսքանը։ Որ հենց մենակ մի տնից երկու աղբեր չկան, հեր ու տղա չկան։ Մեր տնից 3 վիրավոր կա, ինչի համար արեց։ Ապրում էինք էլի մեր համար։ Պիտի ինձ մեկը նստի, որ իր գլխում իրոք ինչ-որ բան կա։ Որ կարենա համ ժողովրդի մասին մտածի, համ, ասենք, թեկուզ իր աթոռի մասին, բայց ժողովրդի մասին էլ գոնե մի քիչ մտածի։ Ոչ թե մենակ աթոռի, մեկ էլ ոնց անի, որ ամեն մի սանտիմ հողը տա ու պրծնենք։ Որտեղ դպրոց չի գնացել, նա պատմություն չգիտի։ Մի մարդ որ ասի գնացեք Եղեռն է անուն ազգանները գրեք տենանք հələ ով անդի ներել 15 թվին։ Էլ ինչ ես ուզում։ Մի մարդ որ ասի Ստալինն է հրամայել Թուրքիային, որ Եղեռն անի։ Ստալինի ժամանակով էր 15 թվին Ստալին գոյություն չուներ։ Հեղափոխական էր։ 24 թվին Լենինը մեռավ, Ստալինն եղավ տեղը։ Էլ ինչ, այն ժամանակ էր սովետական կառավարություն, պետություն գոյություն չուներ, ցարական կառավարություն էր։ Ուրեմն նա պատմություն չգիտի։ Դե կրթությունը բնականաբար կապ ունի մարդու մակարդակի, ապրելաձևի, ապրելակերպի հետ, բայց ամեն դեպքում կարծում եմ դա չափանիշ չի, որովհետև կա մարդ, որ ուղղակի հնարավորություն չունի կրթվելու, բայց ինքը շատ ավելի հարուստ է հոգովել։ Երևի թե այդքան է։ Մինչև 16 թիվը ոնց որ նայեր Եռաբլուրը մի փոքր գյուղ էր, իսկ հիմա քաղաքից անցել է։ Չենք կարող մտնենք Եռաբլուր, ես ինքս ազատամարտիկ եմ, երկրապայի անդամ եմ, 5-րդ բրիգադայի անդամ եմ, Արիուցավաշտում Երևան կռվել եմ, այս վերջի պատերազմների եղնիկներ էլա, 20 թվին, քյոխի մոտն էի, հիմա չեմ կարող բարձրանամ Եռաբլուր, որտև անտանելի է արդեն, էլ չենք կարող դիմանանք։ Նստում են աթոռի, մոռանում են արդեն ամեն ինչ։ Ամեն ինչ, ամեն մեկը իր շահի մասին է մտածեմ, ժողովրդի մասին չեն մտածեմ, որ ժողովրդի մասին մտածեն, նտե շեր էլի, մեր վիճակը, հմի, այս ներկա վիճակում, որ մենք հիմա գտնվում ենք, ըծեր չեն գտնվի։ Չեմ ուզում, չէ, թե ուրիշը գա, լավը գա, իրան չեմ ուզում, ես փոշմանել եմ, ինքը չարդարացրեց մեր հույսերը։ Դուխով ծղամարդ, դուխով ղեկավար։ Այն որ ձեռը խփի սենց սեղանին ասի իմաստացնա եւ վերջ։ Ոչ թե խժխժալով հարց լուծի։ Չէ, դա ճիշտ է ասում, բավական։ Դուխով տղամարդ է մեզ պետք։ Բա ինքը ինչա որ իրա կրթացին ինչ պետք է լինի։ 7 տարի է երկրի ղեկավարը, ինչ ունենք։ Չունենք Արցախ, չունենք մեր ամբողջ Հայաստան աշխարհը վտանգի տակ է, մազից են կախված։ Ինչի համար Փաշօղլու ոչ կրթված կարգավիճակում լինելու արդյունքն է սա։ Նիկոլ Փաշինյան, լավ հիշի 18 թվականը, լավ հիշի, դու ինչ ուժերի վրա հենված եկար իշխանության, լավ հիշի ամբողջ աշխարհը, երբ որ ծնկած էր գլոբալիստների դիկտատուրայի տակ, դու առաջի ուդարը կերար այս քաղաքից, երբ որ իշխանությունը բռնազավթելուց հետո գլոբալիստական ծրագրով դուք փորձում էիք եկեղեցի գրավեք ու վեհապար վռնդեք, դուք ուդարը կերակ ձեր մրթին առաջի, անենց որ Նիկոլ Փաշինյան լավ հիշի, վերջը տելա գալու այս քաղաքից, Էշմիածնից ու Էշմիածինցիներից։ Ժողովուրդ ջան, հավատացեք ձեր ուժերին, հավատացեք ձեր սրտին, բայց երբեք չհավատաք իրան, գոնե այսքանից հետո, այսքան կոտորածից հետո, մեր սրբությունները ոտնահարելուց հետո, ամեն ինչ կործանելուց հետո, սահմանը բացելով եւ բոլոր թշնամիներին հանձնելուց հետո, գոնե հիմա դուք, եթե ոտքի էլ չեք կանգնում, գոնե սպասեք հերթական այս ընտրություններին եւ գնացեք ոչ ասելու, երբեք չհամաձայնվեք ոչ մեկը տիրա հետ։ Մենք շատ ենք հետ ընկել, շատ ենք եւ պատճառը մենք ենք, ոչ թե նա։
Միշտ էլ սրիկաներ կգան, դավաճաններ կգան, եթե մենք չուզենանք, իրանք չեն կարա տեղավորվեն։ Ներեք այս ամեն ինչի համար, որ ես այսպես པարզ եմ խոսում, դուք ինքներդ, խելքներդ, գլուխներդ հավաքեք եւ աշխատեք այսուհետ այլ կերպ ապրել, այլ կերպ գործել եւ ձեր խղճի եւ ձեր պապերի համար, այն ինչ որ թողել են, դուք էլ թողեք գոնե ինչ որ մի բան ձեր թորների ու ծորների համար, ուրիշ բան չունեմ ասել։